Բարև բոլորին, ժողովուրդ ջան, այսօր մենք եկել ենք սենց մի հատ անհարթավայր տեղ ա, տենց ասեմ։ Ստեղ ձեզ սովորացնելու ենք, թե ինչպես քշել հեծանիվ, հիմնականում այդ փոքրերի համար կլինի։ Ճիշտ վարել հեծանիվ, դիստանցիաներ, ինչպես ճիշտ շրջանցել եւ այլն։ Հուսով եմ ձեզ բոլորի դուր կգա, իսկ եթե դուր գա, բոլորս դնում ենք լիքը լայքեր, բաժանորդագրվում ենք ալիքին, սեղմում ենք զանգակին ու անցնում ենք մեր վիդեոին։ Գնացինք։ Ջան, ինչպես տեսնում եք, սա մի քիչ զիբիլանոց է, սենց ասեմ։ Զիբիլանոց չի, ուղղակի մեծ տարածք է, ավտոները բերել են գցել են ստեղ, ուղղակի ուրիշ հարմար տեղ չճարեցինք, որ վիդեոն նկարենք մենք։ Ժորժ ջան, կասեմ, կոնկրետ փոքրերին է այս վիդեոն վերաբերվում, որ ճիշտ նստել, շրջանցել եւ այլն։ Ժորժ ջան, նախ, եթե դուք շատ փոքր եք, ձեր բորը չի հասնում, օրինակ Սիձելին կամ ուրիշ տեղ, Ժողովուրդ ջան, հեծանիվը, այս կոնկրետ այս վիդեոն փոքրին է վերաբերվում։ Այսինքն իջացնում ենք մի քիչ հեծանիվը, եթե ուժ չունեք, գոնե մի փոքրիկ ծռում ենք հեծանիվը։ Այս բանով, աջ ոտով կամ ձախ ոտով, հիմա ես կբարձրանամ աջ ոտով, որտեղ էլի աչլիկ եմ, էլի չի, հենց ուղղակի աչլիկ եմ։ Ժողովուրդ ջան, աջ ոտով բարձրանում ենք, հետո պեդալը բերում ենք դզում ենք այն չափ, որ նստելուց, իզել նստելուց, ինչ-որ այսպես առաջ գնանք, ձիգ պահում ենք տորմուզները, նստում ենք, ու այսքան գործողություն Ժորժ ջան նստելու համար, հիմա կասեմ, դիքերին, օրինակ եթե դուք բարձրանում եք պադիոմ, սենց ասեմ, դիք բարձրանալու համար օգտագործեք 1.1-ից մինչև 1.4 սկորուստը, որովհետև մնացածը շատ ծանր է, Ժորժ ջան, հիմա ես կոնկրետ ես 1.7 սկորուստով եմ, սա փոքրին է վերաբերվում, որովհետև փոքրերը այդքան ուժ չեն ունենա, որ մինչև վերջ 1.7-ով կամ 2.7-ով բարձրանան։ Ժորժ ջան, ասեմ, դիքերը իջեք նորմալ էլի սկորուստով 4-ից մինչև 7-ը, բայց Ժորժ ջան, Ժորժ ջան, միշտ մեկի տակ պահեք ձեր սկորուստը, երկրորդ, երրորդ մի գցեք, որովհետև դա ճիշտ չի էլի, որ փոքրերին կոնկրետ փոքրերի համար ճիշտ չի, որ 2/3-ը գցեմ, որովհետև շատ ձիգ է համ լինում, համ էլ շատ արագ են։ Ժորժ ջան, այսքան ձեզ պատրաստել ես պատրաստել եմ այսքանը ձեզ համար, հիմա կասի մի քանի բան էլ Արմենը։ Ժողովուրդ ջան, հիմա էլ Հայկոն իր մասը ասած, հիմա ես եմ ասում, նախ փոքրերը, որ դիքից իջնում են, սպուսկ են իջնում, ոբշում ես դրանք միշտ խառնում եմ, որ սենց իջնում են, իրանք թող միշտ հետևի տորմուզը սեղմեն, որովհետև հենց իջնելու ժամանակ դեմի տորմուզը իրանք սեղմեն, հետևյակը այսպես բարձրանալու ու իրանք դեմքավրի ընկնելու են մի բան լինի իրանց հետ, դրա համար միշտ հետևի տորմուզը սեղմեք։ Երբ որ օրինակ արագության տակ ինչ-որ տեղ է գնում ու ձեր դիմաց մի հատ ավտո ա դուրս գալիս, դուք երկու տորմուզները, Ժողովուրդ ջան, երկու տորմուզները միասին սեղմեք, որ ինքը շատ լավ պահի։ Նաև փոքրերին այդ վերաբերվում, մեծերը հաստատ սա իմանում են էլի, ոնց քշեն, ինձ է որ քշեն, ճանապարհին սենց հարթ տեղերում, Ժողովուրդ ջան, քշեք սկորուստները 1-ից մինչև 5, կարակ ավելի բարձր քշեք շատ արագության համար, եթե ուզում եք արագություն բացեք, կարակ 1-ից 1.7 քշեք, 2 այստեղ 2-3-ը նենց պարտադիր չի։ Ժողովուրդ ջան, հիմա էլ ձեզ կասեմ, թե ոնց շրջանցեք, եթե արագության տակ ինչ-որ ուզում եք աջ մտնեք, դրա համար աչյանի վրա ու ծանրություն անում աչյանի վրա դուք կրուգը սենց ասած ավելի լավ եք մտնում, դրա համար հետևեք մեր Հայկոյի ասած կանոններին, որ ձեր հետ ոչ մի բան չի լինի, իմանաք ոնց քշեք ու ապահովեք։
Եթե չգիտեք բաժանորդագրվելու ձևը, ապա այս հատվածում վիդեո տարբերակով կա։ Մտեք բոլորդ բաժանորդագրվեք ալիքին, որ շուտ հասնենք 100 բաժանորդ ու մենք կանենք մի հիանալի խաղարկություն, նաև խաղարկությունները շատ բաժանորդների դեպքում են շարունակվելու, օրինակ 1000-ի, 5000-ի, 10000-ի եւ այլն։ Բայց հուսով ենք, որ ավել կբարձրանանք մենք շատ, որովհետեւ ձեր ակտիվությունը շատ լավ է։ Բոլորս հենց հիմա իջնում ենք, լայքում ենք, հավաքում ենք 15 լայք, որպեսզի դուրս գա մեզ վիդեոն։ Ստեսություն Ժորժ ջան, կհանդիպենք։ Ստեսություն։